Սիրելի աշակերտներ, այս դասընթացին ծուղակի մեջ կվերցնենք մրցակցի խաղաքարերը։ Մենք կտեսնենք, որ այս դեպքում հարկավոր է մեր բոլոր խաղաքարերի համագործակցությունը։ Օրինակ, առաջին հերթին գնահատելով դիրքը, կարող ենք գտնել այն խաղաքարերը, որոնք գտնվում են ոչ նպաստավոր դիրքում, այսինքն նրանց շարժվելու հնարավորությունները սահմանափակ են, շատ քիչ են։ Օրինակ, այստեղ սև թագուհին կարող է քայլել C4, D5 և 6 դաշտերը։ Հիմա եթե մենք փակենք այդ դաշտերը, խնդրեմ, այս պարագայում B3 քայլով։ Սև թագուհին ընդհանրապես մնաց թակարդում, ծուղակում։ Փակելով սև թագուհի ճանապարհը, մենք նաև բացեցինք սպիտակ թագուհու ճանապարհը, որը պաշտպանեց իր զինվորը, հիմա սրան վերցնել չի կարելի։ Խնդրեմ, մրցակցի խաղաքարը ամբողջությամբ սահմանափակված է, ասեք նրա սահմանները փակ են, և մնում է նրան հարձակվել նրա վրա և շահել։ Այս պարագայում ձիծ C3 քայլով։ Այստեղ սևերը չունեն հնարավորություն հսկել C3 դաշտը, գուցե սև ձին փորձի այսպես մոտենալ և հսկել C3 դաշտը, բայց պետք է 1, 2, 3 քայլ։ Սևերը չեն հասցնի, մենք 1 քայլից հետո հաջորդ քայլով կշահենք սև թագուհին։ Եվս մեկ օրինակ, որտեղ ոչ բարենպաստ դիրքում գտնվում է սպիտակ նավակ։ Այո, նա գտնվում է բաց գծի ներքո, բաց հորիզոնականի, այստեղ նա ուժեղ է, բայց մրցակիցը կարող է այդ հորիզոնականը փակել։ Այս դեպքում փիղ F8 և նավակը մնաց թակարդի ներքո, խնդրեմ, տեսեք, նա շարժվելու հնարավորություն չունի, բոլոր ճանապարհները փակ են։ Կարող է քայլել H8, սա միակ դաշտն է, և այստեղից թիրախավորել մեր զինվորը։ Հիշենք, որ թակարդը գցելու համար հարկավոր է շատ և շատ ֆիգուրների համագործակցություն։ Հիմա զինվորիկին պաշտպանելու համար կարող է միանալ ձին։ Ձի F6, զինվորը պաշտպանված է և նավակը լիովին գտնվում է թակարդի մեջ։ Հարկավոր է նրան մոտենալ և շահել, ով կարող է դա անել, սև արքան, ահա այսպես։ Ենթադրենք խաղը կարող է ունենալ հետևյալ ընթացքը։ Հաջորդ քայլով կվերցնենք նավակը։ Այս դեպքում ծուղակի մեջ մնաց նավակը, որովհետև մրցակիցները նրան մի քանի կողմից շրջապատեցին։ Եվս մեկ օրինակ, որտեղ կարծես թե նյութական հավասարություն է, յուրաքանչյուր կողմ ունի մեկ թեթև ֆիգուր, 4 զինվորներ ունեն սպիտակները, 4 զինվորներ սևերը, և ֆիգուրները ակտիվ են, խնդրեմ նաև փիղը։ Հիմա ինչպես անենք, որ այս ակտիվ փիղը լինի փակ, պարզապես սահմանափակելով նրա շարժը։ F3 և փիղն արդեն անբարենպաստ դիրքում է, որովհետև նրա քայլելու հավանականությունները քչացան, այս դեպքում միայն H5 դաշտը, մնացած դաշտերը փակ են։ Փիղ H5 և շարունակենք նրան ճնշել։ G4, միակ փախուստը դա G6-ն է, այժմ ընդհանրապես չունի շարժվելու հնարավորություն։ Բոլոր ճանապարհները փակ են, և իր իսկ զինվորներով նույնիսկ։ Գտանք այն խաղաքարը, որը սահմանափակված է իր շարժում, և մնում է նրան հարձակվել և շահել։ Դա անում ենք ոչ թե հավասարազոր ֆիգուրով, այլ փոքրիկ, որպեսզի մենք փոխանակումներից շահենք։ H5 և հաջորդ քայլով կվերցնենք փիղը, քանի որ նա նահանջի որևէ դաշտ այլևս չունի։ Իսկ հիմա կտեսնենք ինչպես է նավակի, զինվորի և ձիու համագործակցությունը ծուղակի մեջ վերցնում հակառակորդի թագուհուն։ Ահա այս օրինակում, սա շատ գեղեցիկ օրինակ է։ Այստեղ սպիտակները և սևերը ունեն մեկ թեթև ֆիգուր, սակայն սպիտակներն ունեն 5 զինվոր, իսկ սևերն ընդամենը 3։ Սա նշանակում է, եթե մենք նավակը փոխենք թագուհու հետ, կարող ենք խաղը հասցնել հաղթանակի։ Հիմա տեսնենք ինչպես։ Այստեղ թվում է, թե թագուհու ճանապարհները բաց են, և նա ազատ է իր ընտրությունների մեջ։ Սակայն մենք կտեսնենք, ինչպես նավակի, ձիու և զինվորների հմուտ համագործակցությամբ մենք կարող ենք ծուղակի մեջ վերցնել մրցակցի թագուհուն։ Առաջինը նավակով հարձակվում ենք, նավակ B4, և ուզում ենք այս թագուհին շահել։
Բայց չէ որ թագուհին պարտավոր չէ փախչել, նա կարող է մեր նավակը վերցնել։ Թվում է թե նավակն անպաշտպան է այստեղ։ Բայց ոչ, նավակը թունավոր է, նրան վերցնել չի կարելի։ Նավակը պաշտպանված է անուղղակի, եթե նրան վերցնի թագուհին, սպիտակ ձին կիրականացնի կրկնակի հարված, կամ ճանկարք, կամ պատառաքաղ, մենք սա արդեն գիտենք, և հաջորդ քայլով կշահենք թագուհի, խնդրեմ։ Այժմ ունենալով զինվորների առավելություն, այն էլ շղթաներ, որոնք չունեն սևերը, նրանց զինվորները թույլ են, միայնակ են, խաղը կհասցնենք հաղթանակի։ Ուրեմն սա շատ գեղեցիկ քայլ էր, մենք ուզում ենք թագուհին շահել, և նավակը թունավոր է, նրան վերցնել չի կարելի։ Թագուհին պետք է դիմի փախուստի, սակայն չի կարող փախչել, այո, ինչու՞։ Նույն ձիու ճանկարքի պատճառով։ Սևերը կկորցնեն թագուհի։ Կարող է քայլել աուտ։ Այստեղ ավելի կաշկանդված է իր իսկ զինվորներով։ Նորից հարձակվում ենք նավակով, տեսեք որքան հետաքրքիր տարբերակներ կան։ Եվ նորից նավակը թունավոր է, նրան վերցնել չի կարելի, քանի որ ճանկարք։ Թագուհին կարող է փախչել, բայց նորից կրկնակի հարված։ Այսպիսով նավակ B4 քայլից հետո չի կարելի վերցնել նավակին, քայլել այոտ, աուտ, իսկ գուցե թագուհին հեռանա C8, որտեղից նրա ճանապարհները բաց են և թվում է թե արդեն կարող է խուսափել թակարդից, բայց ոչ, շարունակում ենք հարձակվել նավակով։ Նորից նավակը անուղղակիորեն պաշտպանված է, նա թունավոր է։ Նրան վերցնելու պես սպիտակները կշահեն թագուհի ձիու հմուտ քայլով, ճանկարքով։ Այս պարագայում նավակը նաև հսկեց 8-րդ հորիզոնականն ամբողջությամբ, թագուհուն մնում է շարժվել C8 H3 անկյունագծով, սակայն D7-ը չի կարող, քանի որ ձին կհարվածի, E6-ը չի կարող, զինվորը կհարվածի, F5-ի դեպքում մյուս զինվորը, G4-ի դեպքում ձին, H3, և այստեղ կարելի է հանգիստ շունչ քաշել, նորից թվում է թե ուղղաձիգ և հորիզոնականներն ազատ են, բայց ոչ, շարունակում ենք նավակով հետապնդել։ Տեսեք որքան անգամ նավակը գրոհեց թագուհուն, և նրան պարզվում է, որ վերցնել չի կարելի, նորից ճանկարք, կրկնակի հարված։ Բայց ուր կարող է հեռանալ թագուհին։ Մենք գիտենք, որ C8 H3 անկյունագիծը լիովին փակ է։ Թվում է թե բաց է երրորդ հորիզոնականը, բայց ոչ, տեսեք խաղաքարերի ներկայությունը ամբողջությամբ փակել է սույն հորիզոնականը, և թագուհին լիովին հայտնվեց թակարդի մեջ։ Կարծես թե այս բաց դաշտում թագուհին չկարողացավ խուսափել հարձակումներից։ Սպիտակների հմուտ համագործակցության շնորհիվ։ Եվ այստեղ, որպեսզի թագուհին, ինչպես ասում են, անվճար չկորցնի, գուցե այն փոխի նավակի հետ։ Ի վերջո ստիպված է վերցնել մեր խաղաքարը։ Շահ և հաջորդ քայլով կվերցնենք թագուհի։ Թագուհին ծուղակում է, հիմա անցնենք վարժություն տետրերի խնդիրներին։ Տրամագիր 1-ում խաղում ենք սևերով, փորձենք շահել մրցակցի թագուհին։ Այստեղ սպիտակների թագուհին կարող է քայլել միայն H5 դաշտ։ Մնացած ճանապարհները փակ են։ Մենք տեսնում ենք թագուհին սպիտակ դաշտում է, և մենք ունենք սպիտակադաշտ փիղ։ Հարկավոր է այնպես գրոհել թագուհուն, որ զուգահեռաբար մենք հսկենք նաև H5 դաշտը։ Դա կարելի է անել փիղ E8 քայլով։ Եվ գրոհեցինք թագուհուն, և զուգահեռաբար տեսեք H5 նա այլևս չի կարող նահանջել այս նույն անկյունագծի ներքո։ Հիմա ինչպես այստեղ կխաղայինք։ Նախ գրանցենք քայլ համար 1 բազմակետ, քանի որ խաղում ենք սևերով, և փիղ E8։ Իսկ ինչպես կխաղայինք սպիտակներով, որպեսզի թագուհին չկորցնենք։ Գուցե շահենք մրցակցի, փոխենք թագուհին մրցակցի փղի հետ։ Վերցրեցինք փիղ, տվեցինք թագուհի։ Իսկ գուցե փորձենք որպես փոխհատուցում վերցնել ավելի մեծ խաղաքար։ Նահանջենք թագուհիով F5, այո, նավակը կհարվածի, բայց մենք որպես պատասխան, որպես փոխհատուցում կշահենք 5 միավոր նավակ։ Գուցե այսպես, ենթադրենք։ Սպիտակներով
ուրեմն թագուհին նահանջեց F5 և մենք նավակով նրան կվերցնենք։ Տրամագիր 2-ում նույնպես խաղում ենք սևերով, փորձենք ծուղակի մեջ վերցնել սպիտակ թագուհին։ Սպիտակ թագուհին կարող է այստեղ քայլել B3 և A4, մնացած դաշտերը կարծես թե մրցակցի կողմից գտնվում են հարվածների տակ, ներքո, B3 և A4։ Հիմա B3 դաշտը մենք կարող ենք հսկել օրինակ փղով, սակայն այդ դեպքում պետք է բացել փղի ճանապարհը և այնպես բացել, որ նախ հարձակվել թագուհու վրա և ապա A4 դաշտի վրա, խնդրեմ, թագուհու և A4 դաշտի վրա, այսինքն նավակով քայլելով A5, ուրեմն քայլ համար 1, բազմակետ և նավակ A5, մենք գրոհեցինք թագուհուն, զուգահեռաբար հսկեցինք A4 դաշտը և բացեցինք փղի ճանապարհը, վերջ, թագուհին մնաց ծուղակում, այստեղ ցանկացած քայլից հետո մենք թագուհուն կվերցնենք, թագուհին կարող է նահանջել օրինակ B3, ինչու B3, որպեսզի երբ սևերը նրան հարվածեն, փոխանակումներից հետո ստեղծվի ահա այսպիսի զինվորների շղթա, տեսեք որքան ամուր կլինի այս շղթան, բայց այդ դեպքում թագուհին իրեն փոխեց փղի հետ, ընդամենը 3 միավոր է եղել, գուցե թագուհին, սպիտակները կարող են որևէ զարգացնող քայլեր կատարել, ենթադրենք նավակ D1 և միևնույն է թագուհին կփոխեն նավակի հետ, կարող են իրենք վերցնել թագուհին, էական չէ, այստեղ կարելի է գրել ցանկացած քայլ, ենթադրենք մենք վերցրենք, ներողություն, սևերի նավակը, սևերը կարող են պատասխանել թե թագուհով, թե ձիով, գուցե ձիով, ինչու, որովհետև մենք գիտենք, որ ձին եզրագծում թույլ է, բայց չէ որ A5 դաշտից հետո նա քայլելու է C4 և այստեղից բազմաթիվ սպառնալիքներ ներկայացնի հակառակորդին։ Նույնը կատարենք սևերով տրամագիր 3-ում, շահենք մրցակցի թագուհին, վերցնելով նրան ծուղակի մեջ։ Այս պարագայում տեսնենք ինչ անվտանգ քայլեր կարող է անել սպիտակ թագուհին, կարող է քայլել A8, B8, 7-րդ հորիզոնականում միայն C7, քանի որ մնացած բոլոր դաշտերը հսկում են սևերը, աղուղաձիգում չունի որևէ դաշտ, նորից ձիու հսկողությունը և զինվորի և կարող է վերցնել B6-ի զինվորը։ Հիմա եթե մենք այս բոլոր դաշտերը փակենք, սպիտակ թագուհին լիովին կմնա ծուղակի մեջ։ Ինչպիսի քայլ կարող ենք անել, որպեսզի մենք բոլոր այս դաշտերը հսկենք և ուղղաձիգով և անկյունագծով, իհարկե այսպես քայլում է միայն թագուհին, թագուհի D8, և բոլոր այս դաշտերը հսկողության ներքո են, խնդրեմ, սպիտակ թագուհին մնաց լիովին ծուղակում, բավական է նրա վրա հարձակվել և հաջորդ քայլով շահել, իսկ հարձակվել կարող ենք ազատ նավակով։ Սպիտակները կարող են ցանկացած քայլ կարող եք գրել այստեղ, ենթադրենք զարգացնեն նավակը կամ փորձեն ձին զարգացնել, գուցե հետագայում ահա այս միտումով ձիուն ակտիվ դիրք, ենթադրենք ձիու քայլը, ձի F3 և ինչպես պլանավորել ենք նավակ E7, որպեսզի շահենք թագուհին։ Հիմա այստեղ սպիտակները թագուհին պարզապես չկորցնելու համար գուցե այն փոխեն մրցակցի նավակի հետ, այս դեպքում տարբերությունը կորուստները շատ չեն լինի, ենթադրենք այսպես, թագուհին վերցնում է E7 և նույնը անում է սև թագուհին, թագուհի D8-ը վերցնում է E7։ Շարունակում ենք դաս 28, տրամագիր 1, այստեղ արդեն խաղում ենք սպիտակներով, փորձենք ծուղակի մեջ առնել սևերի ֆիգուրները, խնդրեմ, ձին եզրագծում է, որտեղից նա ունի քայլելու հաշված դաշտեր, այս պարագայում 3-ն են, որից մեկը հսկում է մեր արքան, փաստորեն ձին կարող է քայլել C3 և A3, հիմա ինչպես անենք, որ այս երկու դաշտը հսկենք, դա իհարկե կարող է անել նավակը 3-րդ հորիզոնականից, ուշադրություն դարձնենք այս երկու դաշտն էլ 3-րդ հորիզոնականում են, զբաղեցրեցինք նավակով 3-րդ հորիզոնականը, այժմ ձին ոչ կարող է քայլել C3 և ոչ A3, այսպիսով առաջին քայլով նավակ G3,
Սևերի որևէ այլ քայլի դեպքում ենթադրենք արքայով, ահա այսպես, այնուհետև գրոհում ենք ձիուն, որպեսզի նրան շահենք։ Նավակ B3 և հաջորդ քայլով կշահենք ձի։ Երկրորդ տրամագրում նույնպես նկատենք, որ սևերի փղի ճանապարհները հաշված են։ Այս առումով փիղը չի կարող քայլել D8, չի կարող քայլել E7, F6 չի կարող քայլել, միայն կարող է քայլել G5 և իհարկե G3 չի կարող քայլել։ Խնդրեմ, ուրեմն փիղը գրեթե արդեն ծուղակում է, հարկավոր է նրա այդ առիթից օգտվել և շարունակաբար նրան ճնշել։ Ուրեմն G2, G3 գրոհեցինք փղին, փղի միակ նահանջը, ինչպես նշել ենք, G5 դաշտն է, փիղ G5, շարունակենք ևս մեկ քայլով նրան ճշտել, H3, H4, այժմ փիղը չունի փախուստի որևէ անվտանգ դաշտ։ Հաջորդ քայլով մենք նրան կհարվածենք։ Եվ վերջին երրորդ տրամագրում ցույց տանք սև նավակի անվտանգ քայլերը։ Նավակը կարող է քայլել A4, C4 և ի վերջո կարող է վերցնել B2-ի զինվորը։ Այս դաշտերը ներկեցինք դեղին գույնով, ինչպես պահանջվում են։ Հիմա ինչպես անենք, որ այս դաշտերը այլևս լինի մեր հսկողության ներքո։ Խնդրեմ, ահա այսպես, B2, B3 և մենք հսկեցինք և C4 դաշտը այժմ այն մեր հսկողության տակ է, և A4 դաշտը նույնպես մեր հսկողության տակ է, և նավակը չի կարող քայլել B2, մինչ այդ կարող էր, այժմ չի կարող։ Ուրեմն B2, B3 քայլով մենք նավակին ամբողջությամբ վերցրեցինք ծուղակի մեջ։ Հիմա ինչպես շահենք սև նավակը, բավական է նրան մոտենալ արքայով։ Հիմա քայլը սևերին է, նրանք պետք է անեն որևէ քայլ, ենթադրենք խաղացին արքայով F7, մեր պլանավորումը հետևյալն էր։ Ուրեմն հաջորդ քայլով արքա D2, ահա և այն, սևերը շարունակելու են որևէ, գուցե մոտենան իրենց արքայով, քանի որ այլ խաղաքարերով չեն կարող, բոլորը հարվածի տակ կլինեն։ Արքա F6 և ինչպես պլանավորել ենք, սպիտակ արքան C3, հաջորդ քայլով կշահենք նավակ։ Այսքանը, շնորհակալություն, ցտեսություն եթերում։